Պուտինը հարուստ հայերին ասելա գնացեք ձեր երկրում իշխանափոխություն արեք, թե չէ ստեղի բիզնեսները սաղ կկորցնեք։ Նիկոլի այդ բաները գրառումների տակ ամենահիմնական բանը ասում են դեղերը խմի։ Կողքից շիրա եք տալիս, ասում եք մենք ինչ անենք, դուք չեք ուզում ինչ-որ ձև մասնակցեք։ Նիկոլ Փաշինյանը այդքան ուժ չունի, որ Հայաստանը ռուսից խլի, տանի տա նվեր տա Թուրքին։ Նրանով արդեն իրան շանտաժ են արել, էլի ճոգմես, ինքը արդեն այդ նախադասությունը լսել է, որ հեծը ձեռիցդ կառնի։ Ինքը վախենում է, սարսափում է հանրային հեղինակություն ունեցող մարդկանցից։ Հա, բայց էդ էլ է գալիս իմ ասածին, որ մարդիկ իրան կարդում են, ասում են դե էսա կտենաս, ու գնում են եկեղեցի են պաշտպանում, էլի։ Զարա, ես նորից եմ ասում, արժանապատիվ մարդիկ գտնում են եւ գործընկերներ, ստրուկները եւ աբսլուգները, ոնց որ սրանց իշխանությունն է, ման են գալի իրանց տերեր։ Միացում Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնի։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, այսօր երկուշաբթի է, դուք հրապարակի YouTube-ն ալիքում եք, ձեզ համար զրուցելու են Զարան եւ Ավետիսը, բայց միջև սկսելը խնդրում եմ ներքևի հատվածում բաժանորդագրվեք, մեզ կարող եք մեկնաբանություններ գրել, կարող եք այս տեսանյութը տարածել, այդպիսով YouTube-ը ավելի շատ դիտումներ մեզ կապահովի։ Ասա որ այդ լավ անա սկիզբը։ Դե իհարկե մենք ուզում ենք որ մեր խոսքը ավելի շատ լսարանի հասնի։ Լսի, չգիտեմ լսարանը ո՞նց, բայց անցյալ շաբաթվա շոկից ինձ ես հələ տես չեմ վերականգնվել։ Եթե դու չգիտեմ, մինիմալ գոնե հայ գեն ունես քո երակներում մի կաթիլ գոնե հայ արունա հոսում, դուք տեղյակ ես, որ անցյալ շաբաթ տեղի ունեցել մի խայտարակ իրադարձություն, որ Սամվել Կարապետյանը, բարերար, միլիարդատեր, մի հատ փոքրիկ արտահայտություն արել եկեղեցուն ի աջակցություն, ասել է, եթե քաղաքական գործիչների մոտ չստացվի իրենց մեթոդներով լուծել հարցը, եկեղեցու դեմ արշավի, մենք մեր մասնակցությունը կունենանք այդ գործընթացի։ Այդ դրա արդյունքում իշխանության զավթելու կոչ է դավորակվել եւ իշխանության ուղիղ ցուցումով, աշխարհում դες մարդ չկա, որ չի ասի, որ դա ցուցում էր, այս մարդը սկզբում ձերբակալվել է, հետո կալանավորվել է 2 ամսով։ Հիմա մի կողմ դնենք, որ մենք ասում շոկը շոկի մեջ է, էլի, որ դրանից հնարավոր չի վան, բայց մի հատ կբացատրես ինչի է քաղաքական իշխանությունը իր համար սենց վտանգավոր հակառակորդներ մեծացնում։ Լսի, բայց հիմա դա քո գնահատականն է, որ մեծացնում է։ Ես էլ եմ իհարկե մտածում, որ մեծացնում է։ Բայց PR-ը անում, չէ, արդեն եթե մենք ամիսներ շարունակ Սամվել Կարապետյանի մասին չէինք հիշում, չէ, դե մարդը իր համար ապրում է իր Ռուսաստանում, ինչ ով էր հիշում Սամվել Կարապետյանի մասին։ Հիմա մենք բոլորս մենակ իր մասին ենք խոսում։ Բայց Սամվել Կարապետյանը չէ հիշացրեց իր մասին, երբ որ հայտարարեց, որ կանգնում է եկեղեցու կողքին։ Հիմա որ Սամվել Կարապետյանը մնար Մոսկվայում, ոչ մի բան չասեր կամ ընդհակառակը, ասեր ես կանգնում եմ մեր իշխանության կողքին եւ եթե եկեղեցին փորձի հակադրվել մեր սիրելի, մեր պաշտելի ժողով վարչապետ Փաշինյանին, ես էլ իմ մեթոդներով կպայքարեմ իշխանության եկեղեցու դեմ։ Քո կարծիքով ինքը կհայտնվեր բանտում։ Լսի, չէ, միանշանակ չէր հայտնվի։ Այստեղ մի հատ ուրեմն երկրորդ իմ ինֆորմացիան քո հետ կիսվեմ, ասա դու հավատում ես թե չէ։ Վերջի ամիսներին շատ ինտենսիվ խոսակցություններ էին գնում, որ տենց մոտարապես այդ բովանդակությամբ քաղաքական նոր ուժ է ստեղծվելու, հա, որ դրսի հարուստ ազգի համար մտահոգ հայերը ինչ որ մասնակցություն են ունենալու, պարզ է, չէ, որ Սամվել Կարապետյանը օրենքին չի համապատասխան, օրենքի պահանջներին չի համապատասխան, չի կարա առաջադրվի վարչապետի տեխնազո, բայց ինքը կարա, ասենք ինչ որ X մարդու աջակցի, չէ, կամ ինչ որ կուսակցություն ստեղծի, նոր մարդու միգուցե այստեղ բերի դաշտ ասի, այս տղան օրինակ, չգիտեմ, վստահելի է, եկեք իր շուրջ համախմբվենք։ Կարող է իշխանությունն էլ ասում եմ, երբես լսել այդ խոսակցությունները, որ պատրաստվում են Սփյուռքի հարուստ հայերը երկիրը փրկելու ինչ որ մեթոդներ մտածեն ու իրականացնեն։ Զառա, նայ,
Հիմա մի հատ մենք մեր դիտողների հետ փորձենք մի հատ sense տարբերակ քննարկենք։ Այդ մարդիկ, ովքեր ապրում են դրսում, ովքեր իրենց համարում են հայ, ովքեր իրենց մտահոգ են, չէ՞, ի վերջո Հայաստանի ճակատագրի հարցում մտահոգ են։ Այս մարդիկ նայում են, որ 7 տարուց ավել հայ ժողովուրդը տառապում է սրանց ձեռը։ Անընդհատ փորձ է անում ազատվելու սրանցից ու չի ստացվում։ Չի ստացվում, մի տարբեր հանգամանքներով պայմանավորված ճնշում կա, չգիտեմ, կոմպրոմատ կա, ազդեցություն կա, ուժերը բավարար չեն, բան չեն։ Հիմա այս մարդիկ ասում են ախպեր ջան, լավ, ինչքան կարանք մենք անտարբեր դիտորդի դերում ելնենք։ Հիմա երբ որ խառնվում են, մի հատ ասում են ինչի խառնվեցին։ Չեն խառնվում, ասում է, արա բա դուք լավ հայ եք։ Մենակ դրսից նայում եք, ասում եք, կան չէ՞։ Մենակ կողքից շիրա եք տալիս, ասում եք մենք ինչ անենք, դուք չեք ուզում ինչ-որ ձև մասնակցեք։ Որտեղ մարդու այդ տեսակն է կա, չէ՞, դրսում ապրում է, սկսում անդեղից ամբախ-զամբախ խորհուրդն էլ կա։ Բա չեք ամանչում, հանդուրժում եք, դուրս եկեք պայքարեք, դուրս եկեք փողոց։ Մենք այդ ձեր փոխարեն ելնեինք հիմի վաղուց դրանց գլուխը ջարդած։ Հիմա դու անկեղծ համարում ես, որ Սամվել Կարապետյանը որոշել է մտնի քաղաքականություն, որովհետև էլ չի կարում անտարբեր Ռուսաստանից իր 3 ու քանի միլիարդ վայելի ու չմասնակցի այս գործընթացին։ Լսի, իրան ստիպեցին, չէ՞, մտնի քաղաքականություն։ Ստիպեցինը ո՞րն է, ոչ մեկ չի գնացել, չէ՞, Մոսկվայից իրան բերել, հասցրել Էջմիածին, չի ասել արի հայտարարություն արա, ես վստահ եմ նույնիսկ կաթողիկոսը չի դիմելա, որ ի աջակցություն մեզ մի բան ասա։ Հիմա լսի, հասարակության մեջ մի հատ sense բան կա։ Ասում են Պուտինը իրան ուղարկել է։ Հա, այդ էլ է շատ հաճախ քննարկվում, ասում է Պուտինը հարուստ հայերին ասել է գնացեք ձեր երկրում իշխանապողություն արեք, թե չէ ստեղի բիզնեսները սաղ կկորցնեք։ Հիմա կարա տենց լինի։ Ես դա չեմ հավատում։ Լսի, ինչի համար չեմ հավատում։ Ես նորից եմ ասում, Ռուսաստանի նախագահի համար մեծ հաշվով այտենց Նիկոլ Փաշինյանը մի հատ վտանգ չի ներկայացնում։ Հիմա կասեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է, մտցնում է թուրքերի տակ, չէ, ռուսներից խլում է երկիրը ու տանում է, մտցնում է։ Ես միշտ ասել եմ, որ դա անհնար բան է։ Նիկոլ Փաշինյանը այդքան ուժ չունի, որ Հայաստանը ռուսից խլի, տանի տա նվեր տա Թուրքին։ Ախր չէ, հետո մի հատ ուրիշ ավելի մի քիչ ավելի ռեալ բան նայենք, էլի, ասենք մենք գիտենք, չէ, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, падգամավորներ կան, որոնք ռուսական ազդեցության տակ են։ Պայմանական նույն Ռուսաստանը, որ ուզենա, չգիտեմ, ազգային ժողովի մեջ 18 հոգին գտնի ԿՊ-ի մեջից, ովքեր կստորագրեն իմպիչմենտի գործընթացի տակ, չի գտնի։ Պետք է Սամվել Կարապետյանը գա իշխանապողություն անի։ Լսի, Սամվել Կարապետյանը մի հատ առավելություն ունի մյուս բոլորի նկատմամբ, որ այդ մարդը սենց ասած շատ կապված չի նախկին ներկա այս խոսակցությունների հետ։ Չէ, թալանչի չի կարա դիտարկվի։ Դե հիմա ասում են բաշից ցանցերը թալանել է։ Լսի, բայց հիմա ասենք դու պատկասում ես, չէ, 3 միլիարդ դոլար փող ունեցող մարդու համար ասում են, չգիտեմ, դες մի 100 միլիոն թալանել է։ Չէ, հետո ուրիշ հարց կա։ Եթե մենք ցանկացած ամեն մի ներդրողի, որը լսի, ամեն մարդ որ փող է դնում, ենթադրվում է, որ այդ փողը ծախսում է, որ եկամուտ ստանա։ Այսինքն, եթե դու ամեն մի ներդրողի, փող ծախսողի դիտարկես թալանչի, ուրեմն ստացվում է այն գյուղի խանութ բանը, որը մի հատ փուճուր խանութ ունի, մի հատ կերպար, է թալանչի է։ Չէ, թալանչի չէ, մենակ ասենք ալկոգոլիկ, բան, գործազուրկ, ինչ որ միտեղ բանի փողոցում գցած մի հատ ալկաշ է, էլի։ Հետո մենք ո՞նց ենք ուզում, որ ինչ որ մեկը գա մեր երկրում, փողներ դնի, այդ բոմժի հոգեբանությամբ, այդ բանի էլի, գժի հոգեբանությամբ մարդիկ ասեն, դե գիտես ինչ կա, բեր այդ փողը նվեր տուր։ Հա հեչ։ Հա հեչ։ Չես ուժում աշխատատեղ բացես։ Չէ, ինչ ես։ Փող ունես ավելորդ արի ժողովրդին բաժանի։ Ժողովրդին բաժանի, հա, բայց աշխատատեղ, այսինքն սարքեն, Հայաստանը սարքեն ոչ թե պետություն, այլ բոմժանոց։ Սրանք ասում են նպաստառուների երկիր։ Ասենք մի հատ բոմժ կա, Վահագն Ալեքսանյան, հոգով բոմժ։ Հոգով բոմժ։ Ասում է այդ որ բան է մեր համար հիմա մենք վայելում ենք այդ ամառանոցը, որի մասին Կարեն Կարապետյանը ասում է դա ատկատն է։ Բաշխի ցանցերի նախագահական ամառանոցների մասին, որտեղ հիմա ապրում Նիկոլ Փաշինյանը։ Այո, նաև Սևանի ամառանոցի մասին, որտեղ ինքը Վահագն Ալեքսանյանը գնում է Սամվել Կարապետյանի կառուցած Սամվել Կարապետյանի փողերով կառուցած ամառանոցում հաց է ուտում, քեֆ անում իր շեֆերի,
իր ղեկավարի հետ։ Վիդեո են դնում ընդերից։ Հայերեն դա կոչվում է ուտող ուրացող։ Պարզ, ուտող ուրացող, երբ որ մարդը մեկի արած բարեգործությունը ուտում է, օգտվում է այդ բարեգործությունից, հետո թքում է երեսին։ Ինձ այն մյուս դրվագը ավելի ադուր գալիս, ասում եմ Մայրա Թորի վերանորոգման փողերը տվել է, որ հետո իրան նկարը կաթողիկոսի նկարի կողքը կախեն, դրա համար է տվել։ Հատկացնում ես մարդկանց ուղեղի ինչքան թափած է։ Դե Նիկոլ Փաշինյանն ու ինքն էլ փողերը չեն կողում են, երկրի փողերը կողում են, տանում են արտասահմանում պահում են, որ հանգարց իրանց նկարը բան չլինի։ Կաթողիկոսի կողքը չկախեն։ Լսի, ես մի անգամ երևի ասում եմ, չէ, տենց խոսք կա, արևելյան ասացված կա։ Ասում է բանի երախտամոռի ու կյանքի ամենաերջանիկ պահը գիտես երբ է։ Երբ որ ինքը հնարավորություն ունի թքել իր բարերարի երեսին։ Հիմի սրանց համար կյանքի ամենաերջանիկ պահն է։ Այդ ամառանոցում նստեն, ուտեն, խմեն ու թքեն այդ բարերարի երեսին, ասեն թքելը լավ է, կալանավորեն։ Հիմի Հա, բայց այդ կալանքի արդյունքում մենք երկուսս համաձայն ենք, չէ՞ որ այս մարդու վարկանիշը բարձրանում է։ Զառա ջան, հիմա Մի կողմից ճանաչելիությունն է բարձրանում, որտեղ անդադ իր մասին խոսում են բոլոր լրատվամիջոցները իրան անդրադառնում, մյուս կողմից վարկանիշը, որ եթե Նիկոլի պես իշխանությունը ձերբակալում է այս մարդուն, ուրեմն այս լավ մարդ է, չէ՞։ Հա, բայց հիմի Նիկոլը մտածում է լավ, Սամվել Կարապետյանի բանը, վարկանիշը բարձրացավ։ Հա, բայց բերդում է։ Հա, բայց այս տենից այդ մարդը չէր կարողանալու առաջադրվել, բայց Բերթում օրինակ, չգիտեմ, երեկվա ընթացքում 3 հատ նամակ ա ուղարկել, որտեղ քաղաքական պայքարի հայտ կա։ Հայտ ձևավորված, հա։ Ոնց է, չէ, որպես կանոն ստանդարտ սխեման, որն է, արի բան անենք։ Նիկոլը ինչ որ մեկի վրա տենց ոգևորվում է, գոռում ճվում է, տանում են ձերբակալում են, կալանքը 2 ամսով տալիս են։ Եթե այդ մարդը խելոք այդ 2 ամիսը նստում է, ձեն չի հանում, ոչ մի տեղից գրառումներ չի անում, ոչ մի բաներ չի անում, 2 ամիս հետո դա բանով են ծածկադմփոց արած բաց են թողնում, ինքը գնում է իր գործերով։ Եթե մարդը դիմադրում է, քաղաքական հայտարարություններ անում, փաստաբաններն են ակտիվ լինում, այդ մարդու կալանքը սկսում են երկարացնել, ոչ իմ դա դառնում է քաղբանտարկալ լուրջ բան։ Պարզա լուրջն ու անլուրջ։ Հիմա այս մարդը ընտրել է պայքարելու ուղին, էլի, այդ չի համար զարմանալի էր։ Ես անկեղծ մտածում էի, որ կլռի, 2 ամիս հետո բաց կթողեն, հետո մի քանի շաբաթ հետո սեկտը կբացեն, մարդը կգնա իր։ Այ, մենք մտածում ենք ռացիոնալ ձևով, քանի որ մենք իշխանություն չենք, այ իշխանությունը ցանկացած վտանգ, որին համարվում է վտանգի աղբյուր, ինչ է մտածում։ Չի մտածում է, որ սրան բեր արհամար եմ, սրան որ նստացնեմ, ասում է չեզոքացնեմ, վտանգի աղբյուրը չեզոքացնեմ։ Ոնց չեզոքացնեմ վտանգի աղբյուրը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ոնց կարա չեզոքացնի վտանգի աղբյուր Սամվել Կարապետյանին։ Նայ, ուրիշ դեպքում կարար կամպրամատ օգտագործեր, ասեր թալանչի է, պետական բյուջեի փողերը գողացել է, չգիտեմ։ Հա, ինչ որ ձև։ Հիմա այս մարդուն հնարավոր չէ այդ ձևով, որտեվ ինքը Հայաստանում ասենք թե աշխատում է, պետք է ասեն ինչ հարկերը չի մուծե, բայց կարող է նայել են, տեսել են հարկերը մուծում է, մի բան էլ կարող է ավելա մուծում կամ պակասա մուծում, եթե պակասա մուծում, դա հարկայինի խնդիրն է, հարկայինը պետք է գնա, ասի ենթադրենք բեր այսքան փող մուծի, ինքն էլ մուծի կամ չմուծի, բայց կարող է տենց խնդիր չկա։ Մյուս տարբերակը, ասում է ախպեր, այս մարդուն ոնց բան անեմ, բեր փագենք։ Զանգում է։ Հա, բայց փչանում է փագելու։ Լսի, հիմա ինքը ինչ է մտածում։ Ասում է Սամվել Կարապետյանը դրսում է իմ համար շատ մեծ վտանգ, թե փագած։ Հիմա դու քո լոգիկայով մտածում ես, որ եթե Սամվել Կարապետյանին փագելա, փագած մարդը, Բերթում գտնվող, կալանավայրում գտնվող մարդը ինքը հանրային հեղինակություն է ձեռք բերում, մարդիկ սկսում են խոսել եւ այլն։ Ինքն էլ գիտես ինչ է մտածում։ Ասում է ախպեր ջան, եթե այս մարդը դուրս ելնի, ինքը կսկսի ակտիվ գործունեություն ծավալել։ Մարդիկ կգնան, իրան կտենան, համախմբի, այս կանի, մի հատ այդ նշանակում է, որ ինչ-որ ինֆորմացիա ունեցել, լավ։ Այդ մի նախադասությունը, որ մենք մեր մեթոդներով կմասնակցենք, դա չէր նշանակում, որ ես գալիս եմ իշխանափոխություն անեմ, կուսակցություն ստեղծեմ, մարդկանց հանդիպեմ, ես դու սխալ ես մտածում։ Այդ նախադասությունից է տեսնում։ Այո, նայած ով է այդ նախադասության հեղինակը։ Մարդը եկել էր հոր 45-ին, գիտես, չէ՞։ Հայրը մահացել է Սամվել Կարապետյանը, գիտեմ։ 45-ներ եկել, հետ էր գնալու, չէր մնալու, ոչ մի ես իմ չգիտեմ ինչ պլաններ չուներ։
Բա լսի, բա ինչի կալանավորեց, ոչ մի պլան չունի, որովհետև նայի, տես, մի հատ քեզ նորից մի հատ բան եմ ասում, եթե ես ու դու ասենք դա, որ մենք մեր մեթոդներով կպայքարենք բան, դրանից վտանգ չկա, որովհետև մենք բան չունենք, մեր հետևը հսկայական կապիտալ չունենք, մենք մեր հետևը հսկայական թիմ չունենք, պետություն չունենք ուրիշ պետություն չունենք, որը մեզ պաշտպանի, մեր պետությունը ընդհակառակը մեզ կալանավորելու է կամ ճնշելու է կամ մի բան։ Այսինքն ինքը մտածում է, ախպեր, այս մարդը որ sense մի բան է ասում, արա կարող է մի բան կա։ Բայց դրան փագեմ, որովհետև որ ասում է պայքարելու ենք, ինձ թվում է չէ ինքը ինչ-որ հատուկ տեղեկություններ ա ունեցել, Զարա, դու տանում ես մենակ այդ խոսքին, ես վստահ եմ, որ այդ խոսքը բավարար չէր։ Զարա, կարող է եւ ես չեմ բացառում, էլի Ասենք չգիտեմ ինքն էլ ա լսել, որ Ռուսաստանում քննարկում են, որ իր իշխանության վերջը պետք է տրվի, հա, նույն մեծահարուստ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում։ Կարող է ինքն էլ ա իմացել, որ ինչ որ այդտեղ քաղաքական գործընթացներ կա ու ինչ որ մարդիկ կան, ովքեր կարան միավորեն համախմբեն եւ այլն։ Ես այտենց կատեգորիկ չեմ բացառում։ Լսի, չեմ բացառում կատեգորիկ, որ այտենց ինֆորմացիա կարար ունենար, կարար այդ ինֆորմացիան ճիշտ լներ, կարար այդ ինֆորմացիան կեղծ լներ, բայց ինքը վախենում է, սարսափում է հանրային հեղինակություն ունեցող մարդկանցից, ովքեր կարան հասարակությանը համախմբեն ու ինքը դրանց վրա ազդեցության լծակ չունի։ Ազդեցության լծակ ասելով նկատի ունեմ, այդ մարդուն չի կարա այլ կերպ։ Չի կարա ասի բիզնեսդ կխլեմ, քեզ խելոք բայ։ Հա, որովհետև Սենք Սամվել Կարապետյան դուրս է գալիս իրան տանում են ձերբակալության, ասում ունեմ հեծի վրա։ Հա, ասում ասի հեծը տարեք։ Հա։ Պատրաստ եմ։ Այդ Նիկոլ Նրանով արդեն իրան շանտաժ են արել, էլի ճոգ։ Ինքը արդեն այդ նախադասությունը լսել է, որ հեծը ձեռիցդ կառնի։ Ճիշտ է։ Իհարկե ինքը լսել է, որ Նիկոլ Փաշինյանը որպես կիշալոտ այդ բան էլի կաշելոտ, հա։ Այդ կետերի ամենամետ այդ տեսակն է, չէ՞ որ sense մի անգամից երախը բացում է, բանը ամբողջ այդ պլանկտոնը, զոոպլանկտոնը սա ուտում է։ Նիկոլն էլ սա հասարակությանն է, այտենց բերանը բացած երկիրն է ուտում։ Հիմա ինքը գիտի, չէ՞ որ Սամվել Կարապետյանը գիտի, որ Նիկոլի աշկը հեծի վրա է։ Ասում է, ախպեր, եթե այդ է քո ուզածը, ես դեպի պատրաստ եմ կորցնեմ։ Հայաստանում ինչ ստացվում է նաև, որ Հայաստանում մինչև այդ ովքեր քաղաքական պայքարի հայտ են ներկայացրել, ինչ որ ձևի Նիկոլ Փաշինյանը կարացել է իրանց վրա ազդել։ Ընդունում ես, որ դա էլ կա։ Ընդունում ես։ Ուզում եմ պրոստը հիշեմ ով է տենց քաղաքական հայտ ներկայացրել, որ կարելի ասել, որ իրա վրա ազդեցին լռեց կամ սահմանափակ պայքարը ինչ որ շրջանակների մեջ մնաց։ Մենք չեմ ուզում որ մենք կենտրոնանանք դրա վրա, բայց համենայն դեպս մինչև հիմա չի եղել որևէ մեկը, որ ասի թքած ունեմ իմ ունեցվածքի վրա։ Դե չէ, լավ։ Չի եղել։ Ոչ չի։ Ով է եղել։ Էլ մի հատ ասա։ Չգիտեմ, Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ոչ մի տես ասոպը ունեցվածք չունեն, իհարկե։ Չունեն, հա, որ ունեցած չունեն, ինչի վրա թքեն։ Պատրաստ էին տես լիարժեք պայքարել։ Հիմա ուրիշ հարց տամ, երկու հատ կարևոր հարց։ Առաջինը, քեզ թվում է ինքը տես կներեք բառս համար դախած պահելու է բերդում այդ մարդը։ Երկու տարբերակ կա։ Դախած պահի բերդում, այսինքն մեղադրանք առաջադրի իշխանության բռնա։ Ախպեր կանանք կարան անverջ բան անեն, երկարաձգեն, ասեն նախաքննություն ա գնում։ Ու գոնե մինչև ընտրություններ։ Հա, մի տարի հանգիստ կարան ձգեն, ինչ ա եղել։ Լսի, այս դեպքում զարգացման մի հատ ուրիշ սցենար կա, որը Սամվել Կարապետյանը քանի որ բան չի, քաղաքացի չի եւ չունի նստակացության բավարար ցենզ, որ մենք մտածեինք, եթե նա ազատության մեջ լներ, նա պետքա գլխավորեր ինչ որ ցուցակ։ Հասկանում ես։ Ինքը նույնիսկ բերդում լնելով, կալանավայրում բերդում, չգիտեմ, գաղութում, չգիտեմ էլ ես դրան Արմավիր քրեակատարողական հիմնարկում, հա, դե դա չգիտեմ, էլի դա բերդ է, գաղութ է, ես դες շատ չեմ պատկերացնում, էլի։ Վերջը անազատության մեջ լնելով ինքը նշի որ ասենք եթե ազատության մեջ լներ ցուցակը կգլխավորեր եւ այլն հիմա իրան զրկելով ազատությունից Նիկոլը ինքը կարա անազատության մեջ լնելով եւս կազմակերպի Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական պայքարը, չէ՞։ Կարա։ Այսինքն
ինքը Դե ախպեր ունի։ նկատի ունես, Լսի, հիմա օրինակ նայ, փակել են տեսակցությունները։ Իսկ նույնիսկ ազգային ժողովի падգամավորները իրավունք չունեն գնան այդ մարդուն արմավիր քրեակատարողական տեսնեն։ Լսի, տեսակցությունները փակել են, բայց բայց տեսակցությունները փակել են, բայց մի օրվա մեջ 3 հատ հայտարարություն է, չի անում։ հա դե փաստաբանների միջոցով Մասնաբանների միջոցով, ահա։ Բայց այդ նշանակում որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարա գնա, թերևս երևի հարազատներն էլ չեն կարա գնան կան։ Լսի, քաղաքական գործունեության համար հեչ պարտադիր չի, որ հարազատները կամ բարեկամները գնան։ Կարևորա, որ ինքը կարանա հասարակության հետ թեկուզ հայտարարությունների ես միջոցով շփվի։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, Զարա, տես։ Հիմի օրինակի համար ինքը բանը անազատությունության մեջ է, ազատությունից զրկված է, բայց հայտարարում է, որ ես ստեղծում եմ նախընտրական մի հատ բլոկ, տարբեր կուսակցությունների, որոնք գաղափարակից են կիսում են իմ հայացքները առանց Նիկոլ Հայաստանը այս վարչակարգից այս ռեժիմից ազատագրելու գաղափարի շուրջ համախմբում եմ ու պատրաստ եմ ես չլնեմ ցուցակի առաջին համարը։ Պատրաստ եմ որ նա չի կարա։ Ես չեմ։ Ես ընդհանրապես իմ ուզածը այն է, որ դուք համախմբվեք եւ ազատեք բանը։ Ես ընդհանրապես պայքարի սիմվոլն եմ։ Հիմի պայքարի սիմվոլը բերթում լնելով կարա ավելի մեծ բան լինի, չէ՞։ Մեծ ազդեցություն ունենա։ Մեծ ազդեցություն ունենա, քան ասենք նույնիսկ ազատության մեջ լնելով։ Էսի մեկ։ Բայց ես մտածում եմ, որ Նիկոլ նույնիսկ իրան այդ չի անի։ Նիկոլ իրան կարա արտաքսի, չես մտածել։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Հայաստանի էլ է։ Հա, բայց կարա արտաքսի։ Ո՞նց արտաքսում սեփական քաղաքացի։ Իհասի Ռուսաստանի քաղաքացի է։ Կարա փագի, չի կարա արտաքսի։ Օրենք արկելում է սեփական քաղաքացուն արտաքսելը։ Լսի, Փափազյանը Հայաստանի քաղաքացու անձնագիր ուներ, չէ՞։ Չէ, Մուրադ Փափազյանը։ Մուրադ Փափազյանի մասին է խոսքը։ Իհարկե, երկքաղաքացիության դեպքում աշխատում է առաջի քաղաքացիությունը։ Հետո դու Դեսի էդ էլ է խնդիր։ Հիմա նայ, մարդու վրա դրել են քրեական գործ են բացել, նախաքննություն ա գնում։ Մենք գիտենք, որ համարյա, ասենք դաժե թե մի հատ բանը բուլուչկա էս գողացել, նախաքննության ընթացքում քո սեկտը, այսինքն երկրից դուրս գալու հնարավորությունը փակում են։ Դու չես կարա բոլոր աշխարհի բանի մեղադրյալների սեկտը փակես, այդ մի մարդուն հերիք չի բացես, հələ մի բան էլ տանես аэроպորտ, հետևից բրթես, ասես գնա։ Գոհենք։ Սարա ջան, քանի որ Հայաստանը բռնապետություն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Հետո երբ որ դու ասում ես քաղաքացի, հիմա ես քեզ մի հատ sense բան օրինակ բերեմ։ Օրինակ կար սովետական միություն, չէ՞։ Սովետական միության այն քաղաքացիները, ովքեր պայքարում էին ռեժիմի դեմ, սովետական միությունը արտաքսում էր, աքսորել չէ, աքսորելը երկրի ներսում է։ Հա։ Երբ որ ասենք ուղարկում էին, ասենք Մորդովիայի գաղութներ կամ Սիբիր կամ չգիտեմ ինչ, հա, դա աքսորներ։ Բայց կար նաև արտաքսում։ Ասում էին եղբայր, լսի, դու այդքան շատ սիրում ես Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ արևմտյան արժեքները։ Հա, մենք հիմի քեզ նստացնում ենք ինքնաթիռ Մոսկվա, Վաշինգտոն, գնում ես իջնում ես Վաշինգտոնում, ախպեր ջան, գնա քո ազատ աշխարհը, քո դեմոկրատական աշխարհը, գնա այդ կյանքը վայելի։ Տասնյակ հարյուրավոր մարդկանց, այդ թվում նաև Հայաստանից։ Վատ բան ես տալիս, իդեա ես տալիս, մի տուր, մի շարունակի։ Լավ չեմ շարունակի։ Հիմա, բայց ես ուրիշ մի հատ բանի մասին եմ ուզում ասեմ։ Լսի, հայ հասարակությունը իրականում ընտրությունն է կանգնած, ընտրության առաջ է։ Ջորջ Սորոս թե Սամվել Կարապետյան։ Հիմա դուք ասես ինչ կապ ունի։ Հակադրում արեցիր։ Լսի, 18 թվականին տեղի ունեցած հեղաշրջումը, դա պայմանական, ես Ջորջ Սորոս ասելով նկատի ունեմ եւ անձին այդ այսպես կոչված իրանք են, չի ասում ֆիլանտրոպի, այնքան նենց այդքան մարդու գլուխ է կերել, բայց ֆիլանտրոպ է, էլի մարդասեր է, հումանիստ է, բան։ Վերջը Սորոսականության գաղափարախոսությունը, այսինքն բաց հասարակության ինստիտուտը, որը ենթադրում է ազգային արժեքների վերացում, ընտանիք, եկեղեցի, հայրենիք, գլոբալիզացիա, էլի, նեոլիբերալ գլոբալիստական գաղափարախոսություն, որի հիմքը մարդուց, հասարակական հանրային մարդուց, հանրային նկատի ունեմ մարդ, որը ինտեգրված է հանրային միջավայրում, դրանից ստեղծել էգոիստ, մարդ անհատ, այսինքն մարդկանց անհայրենիք։ Անհայրենիքը մենակ ամեն ինչ, անհավատ,
ան ընտանիք անազգային արժեքներ ունեցող։ Լսի, ուղղակի sense բան էլի, Լավ, բայց սպասից, դու սխալ համեմատություն ես, ամ Ինչի՞։ սխալ զուգահեռ ես տանում, որովհետև Ասա։ եթե 2018-ին դա իսկականից տենց բաներ, հա, փողոցով հեղափոխություն անելու գործընթաց էր, որը պարզավոր այդ քո ասած հիմնադրամներն ու Սորոսները վճարել են դրա համար, աջակցել են դրան եւ այլ։ Հիմա այս մարդու պայքարը ոչ մի ձև այդ բանի մեջ ուղեծրի մեջ չի տեղավորվում։ Անկամ եթե մտնի քաղաքական գործընթացը, խոսքը գնալու 26-ի ընտրությունների, այսինքն դա քարոզարշավա, ինչի է Նիկոլը իրան տենց բան, հա, տենց էմոցիոնալ պահում ու ինձ դա է զարմացնում։ Հիմա ինչ է, ուզում ես ասես, որ բացի քեզնից ոչ մեկ իրավունք չունի քաղաքական հայտ ներկայացնի։ Այս երկրում իշխանության գալու իրավունք ոչ մեկ բացի քեզնից չունի։ Կուսակցություն բացի, չգիտեմ, ցուցակ կազմի, ինչով են քեզնից պակաս։ Սամվել Կարապետյանը կարա իր ցուցակ ուներ։ Դարա, երբ որ դու ասում ես, որ դա այն ժամանակ էր 18 թվին էր ու անցել է, նայ, իրանք եկել են խաբեությամբ։ Մարդկանց խաբել են, ընդհանրապես խոստումներ են տվել, հիմա էլ ասում են լավ են կարել խաբել ենք։ Իհարկե հենց այտենց փաստացի տենց են ասում, երբ որ իրանց ասում ես, էս եք խոստացել, չէ կադրեր կան, չէ որ Նիկոլը էս ասել, այն ասել, փոփոխվող աշխարհի, չգիտեմ, ամեն օր հարափոփող աշխարհում մենք պետք է հարմարվենք բան։ Իրանց գաղափարը որն է, ասում քանի որ իրանք կորցրել են հանրային հետակ աջակցությունը, իրանք մի բան են հասկացել, որ իշխանությունը պահելու համար պետքա վերացնել բոլոր այն հանրային ինստիտուտները եւ անհատներին, որոնք այս հասարակության համար ունեն հեղինակություն։ Լսի, հայ առաքելական եկեղեցին որպես կառույց է հեղինակություն։ 70% աջակցություն ունի Սամվել Կարապետյանը որպես մարդ է հեղինակություն։ Լսի, Սամվել Կարապետյանին կալանավորում են կամ ուզում են կալանավորեն, տան մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում։ Լսի, ես քեզ մի հատ բան եմ ասում, երեք Սուրբ Էջմիածնի տոններ։ Այո։ Ես մասնակցել եմ երթին։ Զվարթնոցից հազարավոր ասեղ գցելու տեղ չի եղել։ Իհարկե, ասեղ գցելու տեղ չի եղել եւ երթի ժամանակ եւ եկեղեցում։ Առնվազն մի քանի տասնյակ, ես այնտեղ 4 ժամ մնացել եմ։ Առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ գնացել ու եկել են այդ ընթացքում, այդ 4 ժամվա ընթացքում, ուղղակի չես պատկերացնում, եկեղեցու տարածքը այտենց հսկայական մեծ է ու հազարավոր մարդիկ ինքնաբուխ գալիս են։ Ինչ է դա նշանակում, որ հասկանում ես Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը 0 է, 0։ Ինքը այտենց ամեն օր ապուշ նստում է գրում է, որ իբր թե մարդկանց մոտ հեղինակազրկի եկեղեցում թիրախավորում է։ Հա, ասում է, բան երեխա ունեն, կին ունեն, ուզում են իրանց ունեցվածքը բանին թողեն, իրանց երեխեքին թողեն, չգիտեմ, սենց էլի անհետ գժություններ էլի։ Հա, բայց էդ էլ է գալիս իմ ասածին, որ մարդիկ իրան կարդում են, ասում են դե էսա կտենաս ու գնում են եկեղեցի են պաշտպանում, էլի։ Ինքը բանի, ասենք, ցանկացած մարդուն ում ինքը հիմա թիրախավորում է, դրանով այդ մարդու վարկանիշն է բարձրացնում։ Լսի, կամ կառույցի։ Լսի, մենք քանի որ ախր դու մի հատ հարցի մի կողմն ես նայում։ Դու նայում ես մենակ այն մարդկանց, ովքեր հակա Նիկոլ են։ Այսինքն Ուր են պրոնիկոլները։ Լսի, պրոնիկոլները կան։ Ես քեզ ասեմ, ինքը ուղղակի այդ մարդիկ ամանչում են ինքնադրսևորվում։ Լուրջ եմ ասում։ Դու ես քեզ ասում, խարասանված են, էլի։ Համաչում են ասեն, որ բացան։ Լսի, այն մարդիկ, ովքեր նայում են Հմեկ, ովքեր նայում են Free News, այդ մարդիկ Նիկոլը աշխատում է այդ զանգվածի համար։ Ես քեզ ասեմ, ես կենթանի մարդկանց եմ ճանաչում։ Այդ կենթանի մարդիկ, դա հետաքրքիր։ Բոլոր հարցումներով 15%-ը չի գերազանցում այդ թիվը։ Ամենատենց լոյալ, ամենաիշխանության համար հաճելի հարցումներով 15%-ը։ Եթե 15%-ն ընդամենը իր այդ քո ասած Հմեկ նայող, Free News նայողը, իսկ եկեղեցու դեպքում 70% աջակցություն կա։ Չգիտեմ, Սամվել Կարապետյանի անունով հարցում չի եղել, բայց վստահ եմ այնտեղ էլ պակաս թիվ չի լինել։ Պարզա չէ, որ այնտեղ ոնց որ 15 ավելի պուճուր թիվ է, քան 70-ը։ Բայց լավ ինքը այդ 15-ը ունի, այդ 15-ն էլ կորցնի։ Դրա գոնե 15-ն է ուզում պահի։ Այդ 15-ը ինչ ոչած ոչ ջուր, ինչ է փոխելու։ Քեզ է թվում։ Ինքը ուրիշ հաշվարկ ունի, ինքը ասում է 15% սենս ունեմ։
մնացածին պարակտեմ, Մնացածին, բոլորը նայ։ 5-5 հավաքեն, իրար հետ չկայանան համախմբվեն, ես գամ դառնամ իշխանություն։ 15%-ը տենց ունեմ, մի 15% պետական կառավարման, 15-20% պետական կառավարման ապարատն է, դե մի տենց գլուխը տարա, դրանք իրան չսիրելով, ատելով, զզվելով, Որ ասենք իրանց համար քիչ թե շատ վստահելի, մի քիչ թե շատ խելքը գլխին կադր լինի բան, ընդդիմության ներկայացուցիչը, այդ 10-ը երբեք չի գնան Նիկոլ ընտրի։ Քո ասած այդ բանը պետական ռեսուրս է, էլի։ հա, ուզում ես ասես, եթե օրինակ ասենք մի հատ հեղինակավոր մարդ լինի, դե հիմի եկանք նորից հասանք այնտեղ, որ օրինակ այդ մարդկանց համար կարա հեղինակություն լինի Սամվել Կարապետյանը։ Կարա լինի, իհարկե, որովհետև կայացած մարդ է, լուրջ մարդ է, գիժ չի, բան չի, հիստերիկ չի, հիվանդ չի։ Մարդիկ Նիկոլի այդ բաները գրառումների տակ ամենահիմնական բանը, ասում են դեղերը խմի։ Հա։ Հետո Նիկոլի պես սոված չի հասկանում ես, որ գա մտնի բյուջեի մեջ, չգիտեմ, պարքեվավճար, թանկ զրահապատ մեքենաներ, այդ մարդը իր կյանքում ամեն ինչ տեսել է, ինքը փողի կարիք չունի, էլի։ Լսի, եւ ամենակարևորը, լսի, այդ մարդը զրոյից կայացած միլիարդատեր, այսինքն ինչ եմ ասում զրոյից, այսինքն հորից կա ժառանգություն չի ստացել, պապից չի ստացել, այսինքն այդ մարդը կյանքում բանաստեղծ է, հաջողակ մենեջեր է, այսինքն ինքը կարա ճիշտ տնտեսական ճիշտ որոշումներ կայացնի, եթե ինքը իր բիզնեսի մասով ճիշտ որոշումներ է կայացրել, երկրի տնտեսական քաղաքականության մասով է կարա ճիշտ որոշում չէ կայացնի։ Հիմա ես նորից վերադառնում եմ այդ բանին, հայ հասարակությունը 18 թվին խաբվել է կեղծ խոստումներով, չճանաչելով, չպատկերացնելով, ընտրել է այսպես կոչված նեոլիբերալ գլոբալիստական, սորոսական գաղափարախոսությունը, որի բայց հիմա հանրության նախ աշկերտն են բացվել, երկրորդը գիտակցությունն է բացվել։ Այսինքն մարդիկ տեսել են, որ իրանց ուղակի խաբել են։ Հետո աշխարհի մակարդակով այդ գլոբալիստները իրանց իշխանությունը համարյա բոլոր երկրներում կորցրել են։ Կորցնում են, բոլորը ազգայնական ավելի արժեքներին են։ Այո, ամենտեղ կորցնում են կամ կորցնելու վրա են։ Ու նայի, հիմա Նիկոլին հակադրվում է Սամվել Կարապետյանը։ Մի մարդ, որը այդ նայի, որ կարդաս այդ 3 բաները, նամակները կամ հայտարարությունները։ Լսի, ինչ է խոսում։ Խոսում է ընտանիքից, խոսում է հոգևոր արժեքների պաշտպանությունից, խոսում է հավասարակշռված adekvat արտաքին քաղաքականությունից, խոսում է ազգային արժեքները պաշտպանելու ու այդ ազգային արժեքների հիման վրա պետություն ունենալու, հասարակական, սոցիալական կառուցվածքներ ձևավորելու իր բանի տրամադրվածության մասին։ Այսինքն մարդիկ շատ լավ քարոզարշավ է։ Հա, շատ լավ քարոզարշավ։ Շատ լավ քարոզարշավ ու շատ հետ։ Ուղղակի որ Բերթից է։ Լսի, էլի եմ ասում, հիմա Բերթից է, բարձա որ հիմի տես դու եկար, դու սկզբից ասում ես որ Բերթը նստացրել, ուրեմն վարկանիշն է բարձրանում։ Վարկանիշը բարձրանում է, բայց քարոզարշավ տանելու համար լավ կլինի, որ չգիտեմ, եթեր ունենաս, որ մեդիաների հետ շփվելու հնարավորություն ունենաս, բայց այդ նամակներն էլ վատ չի, լսի։ Իսկ դու համաձայն ես, որ ինքը երկրորդ Բիձինա Իվանաշվիլի է։ Ես ոչ միայն համաձայն եմ, ես սրանից 4 օր հենց կալանավորել են, մի շաբաթ առաջ, հենց կալանավորել են, ես հոդված եմ գրել հրապարակ թերթում եւ գրել եմ, որ Սամվել Կարապետյանը շատ հնարավոր է եւ շատ ցանկալի է, որ ըլնի հայկական Բիձինա Իվանիշվիլին։ Ինչի է ցանկալի։ Զառա մարդիկ զզվում են, չէ՞, այդ աղքատ լյումպեն զանգվածը, ասում է չհասկացան, խի պետք է միլիարդատերը ըլնի մեր երկրի ղեկավարը, բա ով ըլնի, բոմժը ըլնի, մի հատ անգամ տենց փորձել ենք։ Դու մի անգամ շատ ենք փորձել իրականում։ Լսի, ինչա որ գա ինքը պետության բյուջեի եւ մյուսների հաշվին հարստանա, ինչ եք ուզում, բա ով ըլնի, ինչ մի հատ գրողը ասենք ասում են մի հատ գրող ըլնի, մտավորական ըլնի։ Ախպեր ինչ է հասկանում քաղաքականությունից, ինչ հասկանում տնտեսությունից։ Պետության կառավարումը դա բան չի էլի, դա գիրք գրել չի, դա բան չի էլի, դա մեր առաջին հերթին կառավարման մասնագիտությունն է։ Այս մարդը
տասնյակ հազարավոր մարդկանց է ղեկավարում իր ընկերությունների խումբը ու կառավարումը շատ հաջողակ լսի եթե այդ մարդը դարձել է միլիարդատեր ուրեմն իր այդ ընկերությունների խումբը հաջողակ բան է պետությունը պետական կառավարումը դա նույնպես կառավարման մի հատ ձև է եթե մարդը ինչ են օրինակ Ամերիկայում ինչի Տրամպին ընտրեցին Միլիարդատեր է Չէ, դրա որտեվ ասին հաջողված բիզնեսմեն է, բանում, լսի, աշխարհի ոչ մի երկրում, ասենք նույն մարդիկ, չէ, այդ նույն մարդիկ ասում են ախպեր, տեսի Էմիրատները ինչ հաջողված երկիր է, չէ։ Ասենք, բայց օրինակ կամ Սաուդյան Արաբիան, կամ չգիտեմ Քաթարը, Քուվեյթը, հարյուրավոր այդպես երկրների օրինակ կարանք բերենք, դու մենակ բանի օրինակն ես բերում, Վրաստանի օրինակը բերեցի։ Չէ, դա վրացիք մեր իրավիճակով մեզ մոտ էին, հա, նախորդ իշխանությունները նման էին մեր ներկա իշխանություններին, այս տնտեսական այդ, չգիտեմ, այդ մեծահարուստման այդ բանը Նման էին, գիտես նաև ինչի համար էին նման, որ իշխանությունը գտնվում էր նեոլիբերալ գլոբալիստ Սահակաշվիլու ձեռքին, եկավ ազգային շարժումը Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ, ով նույնպես ասեց, որ Վրաստանը չպետք է շեղվի իր ազգային քրիստոնեական արժեքներից եւ ճանապարհից եւ պետք է մերժի այդ նեոլիբերալ գլոբալիզմը եւ պետք է իր ուրույն ճանապարհով գնա, պահպանելով իր ազգային արժեքները, այսինքն մենք պետք է կառուցենք ազգային պետություն, որը պետք է լինի ոչ թե արևմուտքի բանը, այսպես ասած խոնարհ ծառան եւ ենթական, այլ պետք է լինի ինքնուրույն ծայրագաղութը։ Ոչ թե արևմուտքի ծայրագաղութը, այլ պետք է լինի ինքնուրույն, հնարավորինս ինքնուրույն, ինքնաբավ, իր բոլոր հարևանների հետ նորմալ եւ իր ազգային շահերից բխող հարաբերություններ կառուցող երկիր։ Ես նույնիսկ համաձայն չեմ, որ Սամվել Կարապետյանի կամ նոր իշխանության դեպքում Հայաստանը դառնալու է ռուսական ծայրագավառ։ Դա անհնար բան է, անհնար, լսի, որևէ իշխանություն իրականում Եթե ինքը կազմված է արժանապատիվ մարդկանցից, ոչ թե ստրուկներից, մենակ սրանց նման ստրուկներն են, որ տեր են մանգալի, լսի, արժանապատիվ մարդիկ փնտրում են արժանապատիվ գործընկերներ, իսկ սրանք ընկած ստեղ ման են գալի, ասում են ախպեր, այդանք Էրդողանին ասենք, թող մեզի պապայություն անի։ Հետո տենց ռուսական արժեքներ դավանող մարդը, այդքան դավանող, եթե պատրաստվում է մեզ բան, հա, տենց գաղուցալ Ռուսաստան, չէր ներդրումներ անի եկեղեցու մեջ, չէր ներդրումներ անի իր ազգային արժեքներ կրող ձեռնարկությունների բաների մեջ, այդ մարդը տենց Ռուսաստանի տարածքում իր փողոք աշխատել, դրանով կբավարարվեր, էլի, եթե իր այս մաքսնակցությունը գնահատենք, պարզա, որ այս մարդուն մեր պետությունը, չգիտես ինչի հետաքրքիր է։ Զարա, ես նորից եմ ասում, արժանապատիվ մարդիկ գտնում են եւ գործընկերներ, ստրուկները եւ աբսլուգները, ոնց որ սրանց իշխանությունն է, ման են գալի իրանց տերեր։ Այսինքն Եվրոպայի այցնել վրկա, չէ։ Հա, չէ, ինչի հենց Թուրքիա, որտեվ իրանք արևմուտքում տեր չգտան, լսի, արևմտյան կառույցները, ասին ախպեր, գնացեք ձեզ ուրիշ տեր հետաքրքիր։ Հա, դուք մեզ հետաքրքիր չեք։ Մենք ձեզի կարանք ընդհանրապես օգտագործենք, բայց ձեզ տիրություն չեն կարող անենք։ Նիկոլ Խինգավ Թուրքիայի գիրքը, որովհետև հասկացա, որ Շարլ Միշելը, չգիտեմ, այդ մյուսները, այն Բորելը, Մորելը, հետո տերը պետք է միշտ կայուն լինի։ Տերը չպետք է փոխվի։ Եվրոպայում անընդհատ տեր էր փոխվում։ Հա, դա խայտարակությունը։ Անընդհատ գնաց պայմանավորվել։ Հա, ամեն օր այդպես ասես ախպեր, հիշում ես, ես նրա մոտ ծառայի Ախորտի մոտ էի։ Այս Շարլ Միշելն էր իմ տերը։ Ախպեր ասում է, «Տո ինչ Շարլ Միշել, ես շատ եմ անում Շարլ Միշելի հետ ինչ եք պայմանավորվել»։ Տերը պետք է մշտական լինի։ Դրա համար սրանք տեսան այս եվրոպացիքից բանդուշ չի գալի, գնացին ընկան Թուրքիայի ոտերը, ասին ախպեր, արի մեզի պապա եղի։ Լավ նոտայի վրա ավարտենք։ Ես հույս ունեմ, որ քո տենց դիտարկումները կանխատեսումները բոլորը ճիշտ են, որ մոտ ասենք հաջորդ շաբաթ մենք քննարկելու ենք նոր քաղաքական ուժի ձևավորումը կարող է, հա, նոր քաղաքական ցանկի ձևավորումը, նոր քաղաքական հայտի լիարժեք արդեն ձևակերպված լինելը։ Իսկ ժամանակ կա։ Հա, լսի, չէ, մինչև 26 թիվահագին կա, բայց կարանք աշնանն էլ մի բան անենք, էլի հիշում ես դու Գարունն էիր կանխատեսում։ Կարանք տենց էլ լինի։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ երկուշաբթի ներքևի հատվածում։ Խնդրում եմ բաժանորդագրվել, կարող եք մեզ լայք դնել կամ դիսլայք դնել, կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք այս տեսանյութը ուղարկել ձեր ընկերներին, տեսեք փող չենք ուզում, ընդհանրապես լայքեր ենք ուզում, հենց որ արեք։ Հաջողություն։
Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի, Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկորն Արցախը հանձնի։ հանուն Հայաստանի հաղթանակի, Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես, բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։